Շուրջ 12 միլիոն դրամ պարգևավճար ստացած Նիկոլ Փաշինյանը եւ 6-ից 7 միլիոն դրամ պարգևավճար ստացած Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն այսօր կառավարության նիստի ժամանակ խոսում էին երկրում կամավորական անվճար աշխատանք կատարելու անհրաժեշտության մասին։ Ուսանողներն են սկսում կամավորությունը, հայրանք են քննությունները, վերջ չեղավ ուրեմն գործը։ Հերթական անգամ պարզվեց, որ հնարավոր չի, փակեք այս թեման, այդ օրենքներ չեղարկեք, հնարավոր չի Հայաստանում, չի լինի, շաբաթ-կիրակել ուրիշ կարևոր գործեր ունեն։ Հետաքրքիր է, ինչ խղճով են միլիոնների պարգևավճարներ ստացող պաշտոնյաներն անվճար կամավորական աշխատանքի քարոզ անում եւ այդ դեպքում ինչու իրենք որպես օրինակ չեն ծառայում ու հրաժարվում իրենց պարգևավճարներից։ Պարոն վարչապետ, կամավորները կան։ Մի քիչ ոլորտները խառնեցին իրար, բայց ոչինչ։